Այսօրվա Հայաստանում իմպիչմենտի գործընթացը հնարավոր է եւ պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կա իրական երկիշխանություն։ Երբ այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, թելադրողը փողոցն ու ընդդիմությունն են, երբ ուժային կառույցները չեն համարձակվի արյունայողության հրաման կատարել։ Այսօր նման իրավիճակ է։ Ոչ։ Վերջերս ՀՀԳ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն էլ էր ասում. Հայաստանում իմպիչմենտը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է հզոր հանրային ճնշում։ Պետք է փորձել նման իրավիճակ ստեղծել։ Այո։ Կամ մեկ այլ մեկնաբանություն։ Փորձառու Դավիթ Հարությունյանը ասում է. նախաձեռնողները պրիմիտիվ չեն, ճկուն են եւ իր կարծիքով իրական նպատակը վարչապետի միասնական թեկնածու որոշելն է, առանց որի հնարավոր չէ իմպիչմենտ սկսել։ Եթե իրոք այդպես է, այդ նպատակով էր պետք նախաձեռնություն քննարկումներ սկսել։ Միասնական թեկնածուն որոշվելու է կամ փողոցում, հզոր ճնշման արդյունքում, կամ ընտրություններով։ Էդգար Ղազարյանին գնահատում եմ։ Աշխատասեր է, հումորով, համառ է, հիանալի նմանակումներ է անում։ Բայց չափազանց շատ է խոսում, ինչը լավ հատկություն չէ, համառ սևեռումներ ունի, ինչը ևս լավ տեղ չի տանում։ Բայց երբեմն լկտի անում է ու փորձում շանտաժի ենթարկել։ Նարեկ Մալյանին միայն հիշեցնեմ, որ իրեն այդքան ոգևորած 2018-ի ելույթում ես նաև ասել եմ, կուռքեր չեմ ընդունում։ Եվ հետո Էդգարն ու Նարեկն են ինձ պարտադրելու այսօր անել մի բան, ինչին ես չեմ հավատում։ Ում են պարտադրելու։ Ես կճնշեմ այդ պատգամավորին, ասում է Նարեկը։ Դե արի ճնշի։ Նարեկը հաճախ լկտի անում է, ասում է 2021-ին խաբել են ավանցյուրիստի նման, քվե էին կլյանչի տանում, ընդդիմադիր աֆերիստներ, անբարոյական կեցվածք ունեն։ Սիրով ասեմ, լկտիությամբ Նարեկի հետ կարող են մրցել միայն մի քանի ՔՊԱ-ական պատգամավորներ։